Բարև ձեզ։ Շողակաթի եթերում հարց ու պատասխանն է։ Այսօր Տեր Մերուժան Քահանա Սողոյանն է պատասխանելու մեր օգտատերերի հարցերին։ Առանձնացրել ենք 6 հարց, որոնք վերաբերում են դիմացինին չդատելուն, մատաղի կենդանու ընտրությանը, հայր մեր աղոթքի եւ մի տանիրս մեզի փորձություն հատվածին, նարեկը կամ Աստվածաշունչը ճիշտ վայրից գնելուն, նշանդրեքի մատանու ձևին, Վարդանանց տոնը փետրվար ամսին նշելուն։ Օրհնեցեք Տեր այր։ Աստված օրհնի ձեզ։ Անի Խաչատրյանի հարցն ընթերցեմ. Քրիստոս պատվիրում է մեզ չդատել միմյանց։ Ինչ է դա նշանակում, ինչպես միևնույն ժամանակ անտարբեր չլինել չարի ու անարդարության նկատմամբ, որտեղ է սահմանը։ Խնդրեմ։ Մարդը իր շրջապատող աշխարհում կատարվող երևույթների մասին անխուսափելիորեն պիտի ունենա իր կարծիքը, իր վերաբերմունքը, իր գնահատականը եւ նաեւ իր ազատ կամքը ունենալով մարդը պիտի նաեւ դրսևորի դրանց հանդեպ իր արձագանքը, իր վերաբերմունքը։ Սակայն Քրիստոս մի հստակ պատվիրան է տալիս, ասում է՝ մի դատեք, որ Աստծուց չդատվեք։ Եվ սկզբունք է սահմանում Քրիստոս։ Ինչ չափով որ չափում եք ուրիշի համար, նույն չափով չափվելու է ձեզ համար։ Ինչ դատաստանով դատում եք ուրիշներին, նույն դատաստանով էլ դուք եք դատվելու։ Այսինքն Քրիստոս հոգևոր կատարելության աստիճաններ է սահմանում, որոնք բոլորի մոտ չեն կարող նույն կերպ դրսևորվել, որովհետև տարբեր են մարդկանց կյանքերը, տարբեր են հանգամանքները։ Քրիստոս նախ պահանջում է, որ մարդը գոնե արդար դատի։ Երկրորդ պահանջում է, որպեսզի դատելու պարագային մարդը բուժելու եւ շտկելու նպատակով դատանի եւ ոչ թե կտրելու, հեռացնելու, փչացնելու կամ ձևակերպելու իմաստով։ Ճիշտ այնպես, ինչպես բժիշկներն են հիվանդին ախտորոշում անում, ասելով, որ քո մոտ արկա է այսինչ հիվանդությունը, սակայն դու ունես բուժման մի քանի եղանակ կամ գոնե առնվազն մեկ եղանակ ունես եւ մենք քեզ կօգնենք, որ դու հաղթահարես այս հիվանդությունը։ Քրիստոս պահանջում է մեզանից, որպեսզի գիտակցենք, որ խիստ դատելու դեպքում մենք էլ խիստ դատաստանի ենք արժանանում։ Մեղմ, ողորմածությամբ, ներողամտությամբ մարդուն մոտենալու դեպքում Աստված էլ նույն սկզբունքով մեզ է մոտենալու։ Կան մարդիկ, որոնք անգամ Աստծուն են դատում։ Դրա օրինակ ունենք Սուրբ Գրքում, երբ որ Ադամը, Եվան Աստծո հանդեպ, ինչպես նաև Կայենը, Աստծո հանդեպ ոտնձգություն էին անում, ասելով, որ ինչ որ կատարվեց, դրա մեջ դու քո մեղքը ունես, որտեվ դու եթե չտայիր այս կնոջը, կինն էլ ասում է, եթե այս օձը չգար ինձ խաբելու, այս ամենը տեղի չէր ունենա։ Ուրեմն դատելու աստիճանները տարբեր են եւ մոտեցումներն են տարբեր։ Եվ հոգեվոր կյանքում կան նաեւ այդ մեղքից հեռանալու տարբեր աստիճաններ։ Ընդհուպ այն աստիճան, որ Պողոս առաքյալն ասում է, ես անգամ ինքս ինձ չեմ դատում, որովհետև սպասում եմ Աստծո դատաստանին։ Էլուր մնաց, թե ուրիշներին դատեմ։ Ընդհանրապես հոգու փրկությանը հասնելու ճանապարհը բարդ է, դժվար է, փշոտ ու քարքարոտ է, երկարատև է։ Սակայն եկեղեցու հայրերը սքանչելի մի բան են ասում են, այդ երկար ճանապարհը չանցնելու համար Հիսուս շատ կարճ ճանապարհ է տվել, շատ պարզ, հանճարեղության աստիճան պարզ։ Եթե չդատես, չես էլ դատվի։ Եվ երկնքի արքայության դռներն ասում է ամբողջությամբ կբացվեն քո առաջ։ Ուրեմն ով որ չի դատում, նա լայն բացված դռներով է մտնում երկնքի արքայություն։ Մատաղի համար կենդանիներից ինչու է հիմնականում հենց գառն ընտրվում։ Լիլիթ Ենոքյանն է հարցի հեղինակը։ Մատաղի համար
միայն կամ հիմնականում սխալ է ասել, որ գառն է ընտրված, որտեղ մատաղի համար եկեղեցին արտոնում է օգտագործել այն տնային կենդանիները, որոնք օգտակար են սննդի մեջ օգտագործելու համար։ Մեր օրերում հիմնականում 3 կենդանիներ են ընդունված մատաղանել՝ աքլոր, արում գառնուկ եւ ցուլիկ։ Եկեղեցին շատ իմաստուն կերպով է կարգավորում այս հարցը, որպեսզի որևէ մարդ անկախ իր նյութական հնարավորություններից, հասարակության մեջ զբաղեցրած իր դիրքից, իրեն անտեսված չզգա եկեղեցու կողմից։ Եկեղեցին ասում է, որ մարդը կարող է, ցանկացած մարդ կարող է Աստծուն իր երախտագիտությունը հայտնել մատաղի տեսքով ողորմություն ու բարեգործություն անելով։ Եթե մեծահարուստ է, իշխանավոր է եւ մատաղ է ուզում անել, բնականաբար ցուլիկ կվերցնի եւ մի ամբողջ համայնք կարողանա դրանով կերակրել կամ աղքատների մի ամբողջ բազմություն։ Եթե միջին ունեցվածքի տեր մարդ է, գառնուկ է մատաղանում, որպեսզի այդ գառնուկը կամ այդ կենդանին պարքով գնված չլինի կամ գողացված չլինի, այլ իր հնարավորությանը համապատասխան լինի։ Իսկ միջինից ցածր հնարավորության տեր մարդիկ նույնպես կարող են մատաղանել, վերցնելով աքաղաղ, որը հասանելի է յուրաքանչյուր կարողության տեր մարդուն, եւ անգամ աղքատը կարող է վերցնել մի աքաղաղ, մատաղ անել եւ իր զավակի բժշկության համար շնորհակալություն հայտնել Աստծուն, ինչ որ մի փորձանքից ազատվելու, ել չեմ ասում, որ ընդհանրապես Աստծուն երախտագիտություն հայտնելու համար իր կյանքում ունեցած ամեն բարիքների համար եւ հենց իր կյանքի համար։ Հետևաբար կոնկրետ կենդանի չկա, այս 3 կենդանիներն էլ հավասարապես օգտագործվում են մատաղի համար, սակայն կարևոր է, որ մատաղի մյուս սկզբունքները պահվեն։ Առաջին սկզբունքը սա է, որ օժտնվի այն, ինչ որ պիտի բաժանվի, ինչը հաճախ տեսնում ենք մեր ժողովուրդը անտեսում է։ Նախ աղը օժտնվի, կերակրվի դրանով մատաղացու կենդանին, որը պիտի լինի անարատ, անվնաս եւ չի կարող այդ կենդանին մինչև մորթվելը դանակով վնասվել, ինչպես ոմանք անում են, ականջները կտրում, արյուն են հանում, երեսներին են քսում, որը հեթանոսություն է եւ անթույլատրելի է, որովհետեւ մենք մեր մարմինները Քրիստոսի սուրբ արյան խորհրդով նյուրոնով ենք դրոշմում եւ վայել չէ, որ կենդանու անասունի արյունը մեր երեսին խաչաձև կամ այլ կերպ պատկերենք։ Մատաղը բարեգործության մի մասնավոր տեսակ է, առանձնահատուկ տեսակ է, որ միայն հայերը ունեն։ Այս վերջերս մի աղանդապետ ասում էր, որ իր կարճ խելքով մատաղը հավանաբար մուսուլմանական ծագում ունի մեր մեջ եւ այն անընդունելի է։ Ուրեմն սա մեծագույն թյուրըմբռնում է եւ հավանաբար դիտավորյալ խեղումն է ճշմարտության, որովհետեւ քրիստոնյա բազմաթիվ ազգերի մեջ մատաղի այս գեղեցկագույն սովորությունը ունենք մենք հայերս եւ դրա դեմ քայլեր անել նշանակում է դեմ գնալ ոչ միայն հոգեվոր իմաստին, այլ նաեւ ազգայինի։ Ուրեմն երկրորդ կարևոր բանը մատաղի համար այն է, որ այն տրվի իր հասցեատերերին։ Իսկ մատաղի հասցեատերերը աղքատներն են, աշպանդամներն են, այն ընտանիքներն են, որտեղ սուք է եղել եւ իրենց ամբողջ նյութական ծախսը դրել են իրենց ննջեցյալին հուղարկավորելու կամ սգո հիշատակի արարողությունները կազմակերպելու համար։ Մատաղ պետք է տալ գաղթական ընտանիքներին, մատաղ պետք է տանել ծերանոցներ, մանկատուններ եւ մյուս տարբերակը մատաղի բաժանման եկեղեցական մեծ տոներին Զատիկ, Սուրբ Ծնունդ, Վարդավառ բերել եւ եկեղեցու բակում պատարակից դուրս եկած հավատավոր ժողովրդին բաժանել։ Հետևաբար պետք է արձանագրենք նորից, որ յուրաքանչյուր մարդ անկախ իր նյութական եւ հասարակական դիրքից կարող է
այդ գեղեցկագույն բարեպաշտական սովորությունը կիրառել, կատարել, նայելով իր հնարավորություններին եւ հանգամանքներին։ Հայր մեր աղոթքի մեջ ինչու է ասվում եւ մի տանիր ըզմեսի փորձություն։ Արդյոք Աստված մեզ փորձության է տանում եւ եթե այո, ինչու։ Մեր մշտական օգտատեր Ժորժն է գրում։ Այլ մեր աղոթքի մեջ մենք օրը 100 անգամ այս նախադասությունը կրկնում ենք, սակայն ունենք Հակոբոս առաքյալի խոսքը ընդհանրական իր նամակում, որտեղ ասում է. եթե մեկը փորձության մեջ ընկնի, թող չասի, թե ես Աստծուց եմ փորձվում, որտեղ Աստված չարից չի փորձվում եւ ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Եվ ասում է մենք փորձվում ենք մեր ցանկություններից, մեր ձգտումներից, որից գայթակղվելով ընկնում ենք մեղքի մեջ եւ մեղքն էլ հասունանալով մահվան է տանում մեզ։ Աստված, ինչպես առաքյալն ասում է, ոչ ոքի չի փորձում, որովհետեւ Աստված փորձելու կարիք չունի իմանալու համար, թե ինչպիսին պիտի լինի մարդու հաջորդ քայլը։ Ինքը գիտի։ Սակայն այն կյանքը, որով մենք ապրում ենք, այն աշխարհը, որի մեջ մենք գտնվում ենք, լեցուն է փորձություններով ու գայթակղություններով։ Հոբը ասում էր, որ մարդու ամբողջ կյանքն է փորձություն։ Իսկ Քրիստոս ասում է, որ անհնար է, որ գայթակղություն չգա։ Գայթակղությունը ամեն քայլափոխի ստվերի պես մեր հետևից քայլում է։ Եվ փորձությունների համար նյութ են ծառայում մարդու անառողջ մտքերը, մարդու ցանկությունները, ձգտումները, որոնք երբեմն հեռուն են գնում եւ մարդուն հասցնում են մեղքի։ Աղոթքի մեջ մենք Աստծուն դիմում ենք ճիշտ այն սկզբունքով, ինչպես որ երեխան է իր ծնողին դիմում, երբ որ օրինակ գիտեք, կյանքում պատահում է, երբ որ երեխային մանկապարտեզ կամ դպրոց են տանում եւ առաջին օրերն է լինում, իր համար շատ դժվար է, ինքը դա համարում է մեծագույն այսպես փորձություն, տառապանք եւ լացում է, գրկում է մոր կամ հոր ոտքերը, խնդրում է, որ իրեն չտանեն, որտեւ իր համար դա նեղություն է, տառապանք է։ Նույն այս սկզբունքն է, ինչ որ մենք ենք Աստծուն դիմում։ Ասում ենք Տեր Աստված, գիտենք, որ անխուսափելի է, որ փորձությունը լինի, բայց որքան հնարավոր է մեզ հեռու պահիր դրանից։ Կամ եթե փակագծերը բացենք, այլ կերպ ձևակերպենք, Աստծուն խնդրում ենք, որ Տեր Աստված, թույլ չտաս, որ այս փորձությունը մեզ համար դառնա փորձանք, այլ դառնա փորձառություն։ Որպեսզի մենք փորձությունից ոչ թե պարտված դուրս գանք, կոտրված, խեղված հոգեբանությամբ եւ հոգեկան աշխարհով, այլ դուրս գանք որպես փորձառու, իմաստուն եւ Աստծով զորացած դուրս գանք, որ չլինի թե մենք փորձությունից հետո Աստծուն կորցնենք, այլ ընդհակառակ ամեն փորձության մեջ մենք շահենք մեր հոգին եւ շահենք Աստծուն։ Մարիամին հետաքրքրում է կապ ունի որտեղից գնել նարեկ եւ ինչպես կարող է այն ձեռք բերել եւ նաեւ որտեղից գնել Աստվածաշունչ, ինչին ուշադրություն դարձնել, որպեսզի չխաբվել ու աղանդավորական գիրք չվերցնել։ Նարեկ աղոթագիրքը ճիշտ է, վերջերս որոշ աղանդավորներ սկսել են իրենց էջերում եւ իրենց պաշտամունքի մեջ որոշ հատվածներ կիրառել, բայց իրենք չեն հրատարակում եւ այդ առումով վտանգ չկա, որ սխալ հրատարակության նարեկ կարող ես գնել եւ այս իմաստով մենք ազատ ենք նարեկ աղոթագիրքը ձեռք բերելու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակած տարբերակները, ինչպես նաեւ ազատ հրատարակություններում տպագրվող նարեկները ձեռք բերելու համար նարեկ աղոթագիրքը բնականաբար գրափարով է գրված եւ այն վերածվել կամ թարգմանվել է աշխարհաբար եւ արևմտահայերենի եւ արևելահայերենի աշխարհաբար արևելահայերենով նարեկ աղոթագիրքը մինչեւ վերջերս երկու այսպես սիրված թարգմանություն ուներ Մկրտիչ Խերանյանի թարգմանությունը եւ Վազգեն Գևորգյանի թարգմանությունը եւ պետք է իմանալ նաեւ որ
սովետական շրջանի հրատարակություններում Նարեկ աղոթագրքում բացակայում էին որոշակի գլուխներ եւ որոշակի գլուխներից որոշակի հատվածներ, սակայն արդեն անկախության տարիներին, երբ որ վերահրատարակվեցին այս թարգմանությունները, լրացվեցին եւ աղոթագրքի 95 գլուխները ամբողջությամբ սկսեցին տպագրվել։ Հետևաբար ընթերցողը, ով ուզում է որ ձեռք բերել Նարեկ աղոթագիրք, պիտի ուղղակի ընտրություն կատարի այդ թարգմանությունների մեջ։ Այս վերջին տարիներին մի գեղեցիկ թարգմանություն կատարեց նաև Մեսրոպ Քահանա Արամյանը։ Իսկ Աստվածաշունչ ձեռք բերելիս պիտի չափազանց ուշադիր լինենք, որովհետև ասպարեզում բազմաթիվ խեղված, այլափոխված, նենգափոխված աստվածաշունչեր կան եւ հիմնականում այդ խեղված տարբերակները անգամ չեն էլ վաճառվում, անվճար են տրամադրվում։ Մեր հարցադրում կատարողը պիտի իմանա, որ ապահով է ձեռք բերել, գնել այն աստվածաշունչը, որը տպագրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հեղինակային իրավունքով եւ իր մեջ պարունակում է 5 կտակարանի 48 գրքերը եւ նոր կտակարանի 27 գրքերը։ Աղանդավորական հրատարակություններում հիմնականում բացակայում է 5 կտակարանի 9 երկրորդականոն գրքերը կամ այսպես կոչված երկրորդականոն գրքերը։ Իսկ մեր ուղղափառ առաքելական աստվածաշնչի մեջ ուրեմն արկա է, ինչպես ասացի, 5 կտակարանի 48 գրքերը եւ նոր կտակարանի 27 գրքերը։ 1994 թվականին Վազգեն Վեհափառի նախաձեռնությամբ հրատարակվեց Աստվածաշնչի արևելահայերեն թարգմանությունը, որը կոչվում է Նոր Էջմիածին, եւ այն արկա է եւ դասական ուղղագրությամբ եւ ժամանակակից ուղղագրությամբ, ինչպես նաեւ արկա է նոր կտակարանի հարմարեցված, այսպես ադապտացված ժամանակակից թարգմանությունը Դավիթ Գյուրջինյանի խմբագրությամբ, որը հրատարակվում է Սաղմոսած գրքի հետ միասին եւ չափազանց դյուրըմբռնելի է, չափազանց դյուրամարս է հավատացյալների համար, որը եւս խորհուրդ կտամ ձեռքի տակ ունենալ։ Ինչ է կարգադրում Մաշտոց Ծիսամատյանը նշանդրեքի մատանիների կապակցությամբ։ Օղ թե թագաձև մատանի է դրվում աղջկա մատին։ Նշանադրությունը դեպի պսակադրություն տանող առաջին քայլն է, նախապատրաստությունն է պսակադրության եւ նշանադրությունը Մաշտոց Ծիսայանը բացատրում է այսպես, ասում է ինչպես որ ծառը պիտի ծաղկի հետո նոր պտուղ տա, նույն կերպ նաեւ եթե զույգերը նշանադրությամբ ծաղկեն, իրենք պսակադրությամբ կկարողանան պտղաբերել։ Նշանադրության իմաստը հետևյալն է. ինչպես Գաբրիել հրեշտակապետն Աստծո կողմից ուղարկվեց Կույս Մարիամին կենսաբեր ավետիսը տալու, մի տեսակ Աստծո կողմից խնամախոսության ուղարկվեց Կույս Մարիամի մոտ, նույն սկզբունքով Հեսան իրավունք է խնդրում հարսի ծնողներից եւ հարսից, ապագա հարսից ներողություն, որպեսզի մտնի պաշտոնական հարաբերությունների մեջ, որպեսզի բոլորն իմանան, որ այս աղջիկը նշանադրված է, այսինքն նշան ունի իր ձեռքին, իր ականջին, որով այլևս փակվում է մյուս խնամխոսության եկողների, խնամախոս եկողների ճանապարհը։ Նշանադրության ժամանակ Մաշտոց Ծիսարանը մի քանի պարագաներ է ասում, որ պետք է դրվեն սկուտեղի մեջ եւ անցկացնեն հարսի ձեռքին, ականջին, ասում է պիտի լինի մատանի, պիտի լինի ապարանջան, գինդ կամ ականջով, ինչպես նաեւ քող եւ շալ։ Ժամանակակից այսօրվա ծեսի մեջ մենք այս պարագաները չենք օգտագործում։ Օգտագործվում են միայն նշանադրության մատանիները։ Նախկինում եթե միայն տղան էր աղջկան մատանի տալիս, այսօր երկուստեք փոխանակվում են մատանիներով եւ այդ մատանիներն օժտվում են քահանայի ձեռքով եւ քահանան էլ անց է կացնում իրենց մատերին։
Մաշտոց ծիսարանի մեջ բացատրվում է հետևյալ կերպ, որ ինչպես որ մատանին ու ականջողը բոլորակ են կամ կլոր են, շրջանաձև են, առանց ընդհատումի են, այնպես էլ պիտի լինի հարսի կամավոր հանձնառությունը փեսայի հանդեպ, այսինքն ինքը սրտանց եւ կամավորապես հավանեց փեսային, եւ այստեղ պարտադրանք չկա։ Իր նվիրումը ամբողջական է, բոլորանվեր, այսպես ասած, նվիրում ունի փեսայի նկատմամբ, փոխանակվում են մատաններով, եւ քահանան ուշնելով անց է կացնում իրենց մատերին, որ ցույց է տալիս, որ իրենք այլևս մեկը մեկին են պատկանում։ Իսկ մատանու ինչպիսին լինելը չի նշվում Մաշտոց ծիսարանի մեջ, եւ ոչ էլ մենք որպես եկեղեցականներ նման չափանիշներ ունենք կամ դնում ենք ժողովրդի առաջ, կարևոր այն է, որ շրջանաձև բոլորաձև մատանի լինի, իսկ թե այն զարդարված է քարով, թե թագաձև է եւ այլն, մենք նման պահանջներ չենք դնում։ Ուրեմն նշանադրության ժամանակ մատանին օրհնվում դրվում է աջ ձեռքի մատնեմատին կամ մատանեմատին, իսկ պսակադրության ժամանակ մատանները տեղափոխվում են ձախ ձեռքի մատանեմատին։ Այս սովորությունը հատուկ է մեզ, հատուկ է նաև քրիստոնյաներին, որոնք ապրում են Ֆրանսիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, իսկ ուղղափառ աշխարհում մատանին ամուսնացած զույգերի մատանիները մնում են աջ ձեռքի մատնեմատին։ Վարդանանց պատերազմը տեղի է ունեցել մայիսին, սակայն հայոց օրացույցում այն զետեղված է փետրվար ամսին։ Ինչու՞։ Ավարայրի ճակատամարտը 451 թվականի մայիսի 26-ին տեղի ունեցավ։ Սակայն հատկանշական է, որ ավարայրի սուրբերի սրբադասումը առաջինը չէր մեր եկեղեցու մեջ։ Առաջին սրբադասումը հայոց եկեղեցում եղել է Վրթանես առաջին հայրապետի օրոք, ով որդին էր Գրիգոր Լուսավորչի եւ հայրապետական գահին բազմեց մինչեւ 341 թվականը։ Ուրեմն Վրթանես հայրապետը 337 թվականին պարսիկների դեմ մղված ճակատամարտում զոհված Վաչե սպարապետ Մամիկոնյանի եւ իր զինակից ընկերներին սրբադասեց եւ նրանք եղան առաջին սրբադասված սուրբերը հայոց իրականության մեջ եւ նաեւ հատկանշական է, որ նրանք հանուն հավատքի եւ հանուն հայրենիքի նահատակված զինվորականներ էին, սրանով նաեւ հայոց եկեղեցու խորքային վերաբերմունքը հաստատվեց հանուն հավատքի ու հանուն հայրենիքի նահատակվողների հանդեպ եւ ուրեմն Վաչեյան սուրբերի սրբադասումը արդեն տեղի էր ունեցել եւ հավանաբար այդ տոնը սահմանվել էր բուն բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը։ Երբ որ Վարդանանց նահատակներին սրբադասեցին, հավանաբար իրենց միացրեցին Վաչեյանց սուրբերի տոնի հետ, բոլորին մեկ ընդհանուր կարգավիճակով հանուն հավատքի ու հանուն հայրենիքի նահատակված սուրբեր սկսեցին տոնախմբել բարեկենդանի նախորդող նույն հինգշաբթի օրը։ Իսկ Ղևոնդյանց քահանաների տոնը սահմանվեց այդ օրվան նախորդող երեքշաբթի օրը, Ղևոնդյանց 9 քահանաների նահատակության օրը, որովհետև վայել էր, որ հոգևորականներին, ովքեր դարձել էին այդ ապստամբության եւ այդ պատերազմի ոգի տվողները եւ հոգևոր առումով նաեւ իրենց նախապատվությունը ցույց տալու համար նրանց տոնը 2 օր ավելի շուտ է սահմանել եկեղեցին։ Ուրեմն սա պատմական այդ հանգամանքը, թե ինչի պատճառով է տոնը սահմանվել բուն բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը, իսկ բուն բարեկենդանը լինում է փետրվարի 1-ից, կարող է լինել փետրվարի 1-ից սկսած մինչև մարտի 7-ը։ Ինչպես Զատիկն ունի 35 օրվա շարժականություն, այնպես էլ բուն բարեկենդանը ունի, հետևաբար նույն կերպ նաև Վարդանանց եւ Ղևոնդյանց տոները 35 օրվա շարժականություն ունեն։
Բայց եկեղեցին սրա մեջ նաև շատ կարևոր հոգևոր իմաստ է տեսնում եւ դնում։ Ասում է, որ կարևորը այն օրը չէ, որ օրը տեղի է ունեցել ճակատամարտը։ Մենք ասում է Վարդանանց նահատակությունը օգտագործում ենք որպես հոգևոր սխրանքի եւ հոգևոր քաջության օրինակ, եւ այն մարդը, ով պատրաստվում է պահքի 50-օրյա ճանապարհն անցնել, նրան հավասարաչափ անհրաժեշտ է ունենալ այդ սուրբերի նահատակված հերոս սուրբերի սխրանքի քաջության օրինակը։ Այսինքն մեծ պահքից առաջ մենք իրենց պայծառ օրինակն ենք վերցնում եւ ճամփա ընկնում դեպի Սուրբ Զատիկ, Սուրբ Հարության տոնը, որը հաղթանակ է խաչելության ճանապարհով ձեռք բերված։ Եթե չկա նահատակություն, չի կարող լինել նաև հոգևոր հաղթանակ, հոգևոր հարություն։ Շնորհակալ եմ Տեր Այր մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Աստված օրհնի, ես եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ նաև ձեզ հարցերի համար։ Հաջողություն։